Ամենս հուլիսի վերջ օգոստոսի սկիզբ, որ դիմված բախումն է եղանել, այսպես կոչված միլի պատերազմ։ Այդ ժամանակ, որ չեմ հիշում երկրորդ թե երրորդ օրն էր, որ պաշտպանության փոխնախարարը հանդիպեց տեղի ռազմական կցորդների հետ, հիշեք թե չէ։ Ու շատերը ասացին Դավիթ Տոնոյան։ Այո։ Շատերը ասացին, որ դա արտգործնախարարության ֆունկցիան է, բայց քանի որ Հայաստանը ոչ մի նորմալ չի աշխատում, ասած որ դասներ գնացին, դրա համար ստիպված բանակը սկսել է քաղաքականությամբ զբաղվել եւ այլն։ Ոնց կուզենայի այդ դրա վերաբերյալ ինչքանով է դա ճիշտ, ինչքանով է ձեր լեգենդան։ Ովքեր են ընդհանրապես ռազմական կցորդները։ Ռազմական կցորդները դրանք պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներն են։ Այսինքն պաշտպանության ոլորտն է, որին տրվել է իրավասություն ներկայացուցիչ ունենալու, ինչպես օրինակ շատ երկրներում կան, ասենք առևտրի եւ էկոնոմիկայի կցորդներ եւ այլն։ Հետևաբար հանդիպել, երբ որ փոխնախարարը պաշտպանության հանդիպում է ռազմական կցորդները, դա լրիվ նորմալ է, իր իրավասությունների շրջանակի մեջ է, որտեղ ինքը հանդիպում է ուրիշ պաշտպանության նախարարության գերատեսչության հետ։ Ուրիշ բան, որ երբ որ կարծեմ Սեյրան Օհանյանը հանդիպեց դեսպանների հետ, հիշում եք, կարծեմ Ամերիկայի դեսպանի հետ հանդիպում ունեցավ առանձին, հետո Ռուսաստանի դեսպանի հետ բան, դա է, որ այսպես ասած կախում ունի, թե ինչ հարց են քննարկել, որտեղ դեսպանը ճիշտ է երկիր է ներկայացնում, բայց դեսպանի լիազորությունները շատ մեծ են, արտակարգ եւ լիազոր դեսպանը, որ նշանակում է նաեւ կարա ռազմական հարց քննարկի, ասենք ի տարբերություն կցորդի ռազմական, որը միայն դա իրավունք ունի քննարկելու, դեսպանը ամեն հարց կարող է քննարկի։ Եթե Սեյրան Օհանյանը քննարկել է ռազմական համագործակցության կամ ռազմական անվտանգության հարց, իր իրավասությունների շրջանակի մեջ է։ Եթե քաղաքական հարցեր է քննարկել, ոչ։ Ես չգիտեմ ինչ հարցեր է քննարկել, ճիշտ ասած, որ այդ մեկնաբանություն անեմ։ Այդ լրագրողները ինչ ինֆորմացիա հիման վրա են նման եզրակացություն արել, չգիտեմ, որտեղ վստահ եմ իրանք էլ այնտեղ չեն եղել եւ այդ խոսակցությանը ներկա չեն եղել, ինչ են քննարկել։ Բայց ընդհանրապես պաշտպանության նախարարությունները իրանք զուսպ են պահում քաղաքական հարցեր քննարկելուց, որտեղ դա համարվում է միջամտություն այլ ոլորտ։